Բարև ձեզ, եթերում Հայաստան եւ աշխարհ նախագիծն է։ Նախ համառոտ այն մասին, թե ինչ է այսօր կատարվել մեր կողքին եւ աշխարհում։ Սիրիայի ապստամբները սենսացիոն տեսանյութ են հրապարակել, ինչպես է զինյալների ձեռքում հայտնվել Երևանի հայ բուսակ համալսարանի ստուգման գրքույկը։ Հայաստանը հյուրընկալել է Լիտվայի արտաքին գործերի եւ Վրաստանի պաշտպանության նախարարներին։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը տեղափոխվում է Թուրքիա, ինչ հետևանքներ կարող է դա ունենալ։ Չինաստանում սկսվել է իշխանության սերնդափոխություն, ինչու եւ ինչպես է աճում Չինաստանի դերը միջազգային հարթակում, ինչու է Միացյալ Նահանգները ռազմածովային ուժերը տեղափոխում Խաղաղ օվկիանոս, որն է Չինաստանի դերը իրանական խնդրում եւ սիրիական պատերազմում, ու կհաջողվի արդյոք Չինաստանի տնտեսությանը շրջանցել Միացյալ Նահանգներին, պարզաբանում է քաղաքագետ Սիրակ Հովհաննիսյանը։ Չկա մի բան, որը կարելի է զոհաբերել երկիրը ցնցումների տանելու համար։ Հայաստանում է Լիտվայի արտգործնախարարը Լինաս Լինկեավիչուսին ընդունել է Էդվարդ Նալբանդյանը։ Լիտվացի հյուրի ժամանումը Հայաստան իսկական տագնապ է առաջացրել Ադրբեջանում։ Անցած շաբաթ Լիտվայի խորհրդարանում ստեղծվել է Արցախի բարեկամության խումբը։ Հայ-լիտվական հարաբերություններին նվիրված միջոցառմանն էլ հրավիրված էր Արցախի արտգործնախարարը։ Բարեկամ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը Հայաստանում է իր հայ գործընկերոջ հրավերով։ Այս տարի Հայաստանը ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախագահությունը, այդ նպատակով արդեն մի քանի օրից մարտի կեսին Երևան կժամանի Եվրախորհրդի նախագահ Թյորբորն Յագլանը։ Եվրախորհրդարանում Հայաստանի նախագահության փոխանցումը տեղի կունենա մայիսի 16-ին։ Ստրասբուրգում նախարարների կոմիտեի նիստին, որի ժամանակ կներկայացվեն մեր երկրի նախագահության ծրագրերն ու առաջնահերթությունները, որոնց շրջանակում ծրագրված է նաև նախագահ Սարգսյանի նախատեսված այցը Ստրասբուրգ։ Նախատեսված են մի շարք կարևոր միջոցառումներ խորհրդարանների մակարդակով, արտգործնախարարների մակարդակով, նաև այնպիսի ոլորտներում, ինչպես մշակույթ, կրթություն, երիտասարդների։ Մարտը բավական ակտիվ է լինելու արտաքին քաղաքականության համար։ Փարիզյան ռաունդից հետո մարտի վերջին Հայաստան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Նրանք կլինեն Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում։ Սա ըստ էության մարտի 3-ին մեկնարկած բանակցությունների շարունակությունն է արդեն տարածաշրջանում։ Ես տեղեկացրեցի իմ գործընկերոջը այն գործընթացների մասին, որոնք ընթանում են Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից համատեղ եռանախագահների հետ համատեղ բացառապես խաղաղ կարգավորման նպատակով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի։ Հայաստանի եվրոպական ուղղության վերալիցքավորման մեկնարկին նոր լիստ հաղորդեց Լատվիայի արտգործնախարարը, բացի հայ-լիտվական հարաբերություններից քննարկման առանցքում է Եվրամիության խորհրդում Լիտվայի առաջիկա նախագահության շրջանակում Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության զարգացման, եվրաինտեգրման լիտվական փորձի փոխանակումը։ Երևանում Եվրապաշտոնյան Հայաստանի ղեկավարության հետ խոսեց Եվրամիության հետ գործակցության օրակարգի շրջանակում բանակցությունների ընթացքի, արձանագրված հաջողությունների ու իրականացվող աշխատանքների մասին։ Այս ամենում ամենակարևորը արևելյան գործընկերության շրջանակում փոխգործակցության զարգացումն է։ Նախկինում որպես Լիտվայի պաշտպանության նախարար Հայաստան այցելած, հիմա արտաքին գործերի նախարար Լինաս Լինկեավիչուսի խոսքով իր այցը Եվրոպայի հետ հարաբերություններով է պայմանավորված եւ հայտարարեց, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել վիզաների դյուրացման ասոցացման քաղաքականության պայմանագրի շուրջ։ Մենք այս տարածաշրջանի վրա կենտրոնացնում ենք մեր ուշադրությունը, մեզ համար շատ կարևոր է արևելյան գործընկերությունը։ Դուք պետք է շոշափելի առաջընթաց արձանագրեք մինչև Եվրամիության գագաթնաժողովը, ավարտեք բարեփոխումներն ու բանակցությունները ասոցացման քաղաքականության պայմանագրի շրջանակներում։ Նա անդրադառնալով արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ գործակցությանը նշեց, որ իրենց համար կարևոր է, որ Հայաստանը ստորագրի Եվրամիության հետ ասոցացման մասին պայմանագիրը եւ խորացնի հարաբերությունները Եվրամիության հետ։ Իդեպ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ հենց Լիտվայում, որտեղ նոյեմբերին նախատեսված է անցկացնել Եվրամիության արևելյան գործընկերության գագաթնաժողովը։ Զորապ Հարոյան, Անդրանիկ Մամիկոնյան, Armnews։ Վրաստանում ներքաղաքական լուրջ խմորումներ են։ Ստացվել է այնպես, որ երկրի նախագահը դարձել է ընդդիմության առաջնորդ։ Քաղաքական խառնաշփոթը հարևան երկրում շարունակվում է արդեն 5 ամիս ու հավանաբար կտևի մինչև հոկտեմբեր, երբ կլրանա Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության ժամկետը։ Այս ընթացքում հարևան երկիրը շարունակում է ակտիվ շփումները հարևանների եւ միջազգային հանրության հետ։ Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարարը Իրակլի Ալասանյային այսօր ընդունել է Սեյրան Օհանյանը։ Հայկական ու վրացական օրհներգները զինվորական նվագախմբի կատարմամբ ու շքերթով հայկական հողում Վրաստանի պաշտպանության նախարարն է։ Վրաստանը Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունների առիթով իր գնահատականը տվեց։ Ալասանյան անընդունելի է համարում Ստեփանակերտի քաղաքացիական օդանավերին հարվածելու սպառնալիքները։ Իր դիրքորոշումը հայտնում է դիվանագիտորեն, բայց դիպուկ։ Ցանկացած բանական մարդու համար այդ գաղափարն անընդունելի է, անտրամաբանական է։ Բոլոր հակամարտությունները պետք է լուծեն միայն խաղաղ ճանապարհով,
որի համար անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել։ Տարածաշրջանում իրավիճակը լարված է Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը չի դադարում։ Հենց այս կոնտեքստում երկու երկրների պաշտպանության պատասխանատուները քննարկել են առաջիկա գործակցության ծրագրերը։ Հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, բայց դրանք խորացնելու եւ ավելի զարգացնելու մեսիջը տրվեց այն ժամանակ, երբ Հայաստան ժամանեց եւ նախագահ Սերժ Սարգսյանն հետ հանդիպեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլին։ Պատերազմի ու խաղաղության սահմանը Ադրբեջանի դեպքում փխրուն եւ շարժուն չգործակցել նշանակում է վտանգել տարածաշրջանը։ Հակամարտության խնդիրները, որոնք որ կան, պետք է լուծվեն միայն ու միայն փոխադարձ հասկացության, երկխոսության, խաղաղ եւ բանակցությունների գործընթացով եւ յուրաքանչյուր երկիր պետք է հաշվի առնի հակամարտող կողմերի եւ խնդիրները եւ հետաքրքրությունները եւ նաեւ զգայուն պահերը։ Երկու երկրները նախապատրաստում են համատեղ ստորաբաժանումների ուսումնամարզանքների։ Հայաստանն ու Վրաստանը շարունակել են գործակցել նաեւ ՆԱՏՕ-ի հետ։ Արտեմ Լևոնյան, Ռոմ Աղաջանյան, Armnews։ Չինաստանում սկսվել է իշխանության փոխանցման գործընթաց։ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական 12-րդ համագումարի ավարտին երկիրը կունենա կառավարության նոր կազմ։ Նոյեմբերին Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հու Ցինտաոին փոխարինեց Սի Ցզինպինը։ Չինաստանը սկսում է ավելացնել իր ռազմական բյուջեն։ Անցած տարի Միացյալ Նահանգները իր ռազմածովային գլխավոր ուժերը որոշեց տեղափոխել Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ Ընդհանրապես այս տարածաշրջանի կարևորությունը աշխարհում աճում է ամեն օր։ Արևելյան եւ հարավ-արևելյան Ասիայում է ապրում աշխարհի բնակչության գրեթե կեսը։ Այստեղ են գտնվում աշխարհի տնտեսական ամենազարգացած գոտիները։ Չինաստանն էլ աշխարհի երկրորդ տնտեսությունն ունեցող երկիրն է ու շատերի կարծիքով ունի հնարավորություն շրջանցել Միացյալ Նահանգներին։ Ու հենց այդ երկրում տեղի է ունենում իշխանափոխություն։ Ինչ սպասել միջազգային հարթակում դրանից հետո եւ ինչու է Չինաստանը Միացյալ Նահանգների համար այդքան կարևոր, այս մասին ենք խոսելու։ Իմ զրուցակիցը քաղաքագետ Սիրակ Հովհաննիսյանն է։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Եվ այսպես Չինաստանում սկսվել է իշխանության փոխանցման մի գործընթաց։ Մի փոքր կբացատրեք նրանց այդ համակարգը, որտեղ մի տեսակ հասկացանք, որ կոմունիստական կուսակցություն է, բայց ինչ որ մի քանի օր է տևում, ինչ է այդ համագումարը, ինչի մասն է խոսքը։ Ուրեմն հասկանալի է, որպես կոմունիստական կուսակցության, այսինքն մի կուսակցության կողմից իշխող երկիր, քաղաքական համակարգը պատտվում է այդ մի կուսակցության շուրջ։ Ճիշտ է, արևմուտքը մասնավորապես, ասենք, անվերջ մեղադրում են տոտալիտար եւ այլ այս կարգի, այսինքն դեմոկրատացման պահանջներ են դնում, իհարկե հաշվի առնելով նաեւ քաղաքական նպատակահարմարությունը, բայց շատ հետաքրքիր մեխանիզմ է աշխատում Չինաստանում։ Այսինքն, եթե նկատել եք, Չինաստանի ղեկավարը երկու անգամից ավել, այսինքն 10 տարուց ավել չի կարող։ Նա փոխվում է, իսկ ինչպես է դա տեղի ունենում։ Համագումարով։ Այո, առաջինը տեղի ունենում նրանց, չէ, կուսակցության, ուրեմն ժողովը, այսպես համագումարը, կուսակցության համագումարը ինչ որ աշնանը տեղի ունեցավ։ Նոյեմբերին փոխվեց Հու Ցինտաոին փոխարինեց Սի Ցզինպինը։ Այո։ Հիմա նա դառնում է գլխավոր քարտուղար։ Այսինքն մինչև համագումարը բոլորը գիտեն, հա, ով է երկրի Այո, արդեն գիտեք, այսպես է, դա եւ կարեւոր է, դա պետականություն ունեցող ազգի գիտակցության մեջ նստած է, այսինքն իշխանության հաջորդականության, ժառանգականության, իշխանության խնդրի լուծումը, որ չափազանց կարևոր է։ Ուրեմն, երբ որ համագումարի ժամանակ արդեն մինչ այդ երկրում գործող առաջին դեմքը, ասենք տվյալ դեպքում Հու Ցինտաոն, ինքը իր աչքի առաջ նկատի է ունենում ինչ որ մի X անձի եւ աստիճանաբար կարող է այդ X անձը նույնիսկ դա չիմանալ։ Բայց նախապատրաստում են։ Այո, նախապատրաստում են։ Ընտրություններ չեն լինում այնտեղ։ Տեսեք, երբ որ ուրեմն կուսակցության համագարը ընտրում է կենտրոնական կոմիտե, կենտրոնական կոմիտեն ընտրում է գլխավոր քարտուղար։ Կենտրոնական կոմիտեի ներսում ձևավորվում է նաեւ Պոլիտբյուրո, ներողություն, քաղբյուրո։ Ավելին, երրորդ աստիճանը, քաղբյուրոյի մեջ գործում է 7-ի կոմիտեն, իսկ ովքեր են դրանք։ Ուրեմն 7-ի կոմիտեն, զուտ կուսակցության համագումարի, այսինքն սա կուսակցության կանոնադրության մեջ մտնող կետերից մեկի պահանջն է, ուրեմն 7-ի կոմիտեն արդեն գլխավոր քարտուղար ընտրված անձը, ասենք տվյալ դեպքում Սի Ցզինպին, ուրեմն եւ նախորդ մինչ այդ, եթե արդեն գլխավոր քարտուղարները քիչ հետո երկրորդ փուլին կանցնենք, որոնք արդեն ապրում են գոյություն են, նրանց ազդեցիկ լինելով ազդեցիկ քաղաքական խմբավորումներ, իրենց ներկայացուցիչներն են ունենում այդ 7 կոմիտեի մեջ։
կոնկրետ այս պարագայում այսպես է, ուրեմն 3 հոգի Ձենձիմինի կոպիտ ասենք ներկայացուցիչներն են, փակագծում մարդիկ, երկրորդ 3 հոգին Ձենձիմինի Այսինքն նախորդ ղեկավարությունը ու 6 հոգի նրանք վերջին 50 տարվա փորձով այո ու հաջորդ ուրեմն 7-րդը լինում է արդեն տվյալ պահին ընտրված գլխավոր քարտուղարը տվյալ դեպքում Սի Այսինքն ինչքան հին է քարտուղարը այնքան ավելի շատ է նրա հեղինակությունը այո հեղինակությունը դե վաստակ ունի բայց հետաքրքիր է շատ ու ներողություն ու այս 7 հոգին այսինքն 6 հոգին ավելի ճիշտ նրանք հսկում են գլխավոր քարտուղարի Այսինքն այդ իշխանության մեխանիզմները միշտ կան այո միշտ կա ու ասենք բոլոր հարցերը այդ 7-ի կոմիտեին պետք է անցնի կոնսենսուսով Լավ հիմա փոխվում է ինչ սպասել դրանից հետո Հիմա հաջորդ փուլի մասին եթե կարելի է մի հետաքրքիր նորբությունը կա աշխարհում միակ պետությունն է Չինաստանը երբ որ գլխավոր քարտուղար ընտրում է իմիջիալոց ասեմ նա խորհրդային միության կառուցվածքի հետ այդ իմաստով էական տարբերություններ ունի Ընտրվելով գլխավոր քարտուղար, նա չի դառնում երկրի գերագույն գլխավոր հրամանատարը։ Գերագույն գլխավոր հրամանատարը մնում է այսինքն գործող համաչինական ժողովրդի կողմից արդեն ընտրած, այսինքն նախկին ղեկավարը կարճ ասած։ Այսինքն նա մնում է մոտ 4-5 ամիս, մնում է նա գերագույն գլխավոր հրամանատար։ Սա յուրօրինակ դպրոց է արդեն գլխավոր քարտուղար ընտրված նոր անձի համար որպեսզի նա այսինքն կարող է երկիրը կառավարել, որտեղ դեռ գործադիրը, այսպես ասենք, օրենսդիր իշխանությունը գործադիրի հետ միասին չի վստահվել սրան։ Կարող է օրինակ մարդ, հա, կարող է այդ անձը այդ 3-4 ամսվա ընթացքում իրեն չի արդարացնում։ Եվ նրան կարող են փոխել։ Երկիրը փորձադաշտ չի։ Կարճ, այո, արդեն նա հիմա ոնց որ հիմա տեղի ունեն համաչինական այդ ներկայացական այդ համագումարը, այստեղ նոր նա դառնում է արդեն պետական խորհրդի նախագահ։ Ըստ էության ամբողջ իշխանությունը արդեն կենտրոնանում է այդ մեկ անձի ձեռքը։ Այսինքն, եթե նման համակարգ է գործում, լուրջ փոփոխություններ Չինաստանի արտաքին քաղաքականության մեջ անիմաստ է, հա, սпасել, որտեղ ինքը դանդաղ, հանգիստ գնում է, ոչ մի կտրուկ փոփոխություններ չեն։ Ուրեմն ասեմ ձեզ, տեսեք ինչպես է, որոշ առումով, երբ որ նոր ղեկավար է գալիս, նա բնականաբար ինչ որ մի միջավայրի աշխարհաքաղաքական հայացքները, նրա գաղափարական բայց դա կարող է կիրառել միայն 5 տարի հետո։ Այո, եւ այս անձը, եթե իր հայացքներով մի քիչ ասենք օրինակ արմատական է, չէ, ասենք կամ ավելի լիբերալ է, նա արդեն իր աշխարհայացքին համապատասխան սկսում է աստիճանաբար ձևավորել իր հենման կետերը։ Նո բնական է իշխանության տրամաբանության մեջ դա տեղավորվում է։ Այսինքն նա աստիճանաբար փոխում է նախորդ ղեկավարի կտրուկ ոչինչ տեղի չի ունենում։ Այստեղ կա մի շատ կարևոր բան, որը նախանձելի է պարզապես նկատի ունեն Դեն Սյաոպինի կողմից ստեղծած Չինաստանի համար։ Այսինքն 80-ականների սկզբից, հա, ուրեմն հանուն Չինաստանի պետականության պահպանման չկա մի բան, որը կարելի է զոհաբերել երկիրը ցնցումների տանելու համար։ Չկա մի բան։ Նույնիսկ եթե դա պահանջի ինչու՞ չէ, որ քաղաքականության մեջ շատ հաճախ պատահում է հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց զոհեր, հիշենք Թյանմենի հրապարակի դեպքերը, 89 թվականի հունիսի 3-ի դեպքերը, որը եթե հետաքրքիր ստեղ ուրիշ խնդիրներ կան։ Բարի, տեսեք, Չինաստանը նաև հիմա սկսել է շատ լուրջ գումարներ ծախսել իր պաշտպանական ոլորտի վրա։ Ստեղծում է սեփական ավիակիրը եւ այլն, նա հսկայական գումարների մասն է խոսքը։ Եվ նաև տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները իր ամբողջ ռազմածովային ուժերը տեղափոխում է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։ Սա դրա պատասխանն է եւ ինչ է, ինչ որ նոր կոնֆլիկտ է հասունանում։ Այո, ըստ էության նախ ասեմ շատ վերամբարձ չհնչի խորհրդային միության փլուզումից հետո այսօր ներկա պահին աշխարհում տեղի ունենում իրադարձություններ, որոնք այնքան աննկատ, բայց դանդաղ գործողության առումի նման այնպիսի զարգացումներ են սպասվում։ Ըստ էության կարելի ասել համաշխարհային քաղաքականության մեջ նոր փուլ է սկսվում։ Փոխվում է համաշխարհային քաղաքական ճարտարապետությունը քաղաքականության ձևավորման։ Ավելին ասեմ, ձևավորում է աշխարհաքաղաքական նոր հիերարխիա։ Եվ այստեղ առաջին աստիճանում գտնվող տեխնացուն, որը իդեմս Միացյալ Նահանգների եւ Միացյալ Նահանգների դիրքերը սասանող իր ապագան վտանգող երկրորդ պետության, այո, միջև գնում էր
սկզբնական շրջանում իբր թե գաղափարախոսական, բայց դες ասեմ գաղափարախոսական պայքարը բնականաբար դա պարզապես քողածածկույթ է։ Այո, տնտեսության կռիվ է ավելի շատ։ Ինչ վերաբերում է բյուջեին։ Օրինակ, անկեղծ ասեմ, ես իմ դիտարկումները ցույց եմ տվել, ոնց կարող է այդպիսի հզոր երկիրը ունենալ ընդհանրապես որ հիմա 2013 թվականի բյուջեն, գիտեք, 114.5 միլիարդ դոլար է կազմում։ Դա եթե անկեղծ լինենք, դատելով օբյեկտիվորեն եթե դատում ենք, նման հսկա երկրի բնակչության իհարկե քիչ է։ Եվ ինչպես կարող է նման հզոր երկիրը, որը նաև արդեն դարձել է երկրորդ պոտենցիալ գերտերությունը, 114 միլիարդ դոլարով ռազմական, ասենք, պաշտպանական հզորություն ամրապնդել։ Շատ քիչ է։ Հիմա նախորդ տարի եղել 103 միլիարդ դոլար, հիմա 114։ Եվ սա իհարկե արևմտյան քարոզչամիջոցները սա շահարկում են եւ այլ, իսկ եթե իրենց մոտ էլ բյուջեն կրճատեցին, հա։ Իբր թե եթե գիտեք մի բան ասեմ, դες ապարտ Միացյալ Նահանգները, ոչ միայն Միացյալ Նահանգները, կայացած են հզոր մեծ տերությունները, եթե ինչ որ բան սիմվոլիկ կրճատում են, դա կրճատում չէ ըստ էության։ Նրանք մինչ այդ եղած գումարներով արդեն այնպիսի կատարյալ մեխանիզմ դրա կարիքն էլ չի։ Այո, դրա կարիք չկա։ Դա ընդհանրապես քրճատման իմիտացիա է։ Եվ այս դեպքում Չինաստանի եւ վերջին միտքն էլ ասեմ այս առնչությամբ, որ նրա ռազմական բյուջեն չի արտացոլում այսօրվա Չինաստանի զարգացման տնտեսական տեմպերի եւ այն հզորությունը, որ ունի համաչափ չի։ Այո, ուղիղ համեմատական կախվածության մեջ չեն գտնվում մեկը մյուսից։ Ես առաջարկում եմ մեր զրույցը ընդհատել եւ դիտել տեսանյութ արևելյան ու հարավարևելյան Ասիայի կարեւորության մասին։ Տեսնենք, թե ինչն է այդքան բարձրացնում այս տարածաշրջանի կարեւորությունը եւ ինչ կապ կա օրինակ Սիրիական պատերազմի եւ Չինաստանի տնտեսության միջեւ, որից հետո կշարունակենք։ Արևելյան Ասիան Չինաստանի գլխավորությամբ դառնում է աշխարհի ամենազարգացած տարածաշրջանը։ Մարդկային ու տնտեսական հսկայական ռեսուրսներ ունեցող Արևելյան եւ Հարավարևելյան Ասիան զարգացման տեմպերով աշխարհի ամենադինամիկ հատվածն է։ Չինաստանն էլ սկսել է ավելի մեծ ազդեցություն ունենալ միջազգային հարթակում։ Նույնիսկ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջիմի Քարտերի խորհրդական Զբիգնև Բժեզինսկին է այն կարծիքին, որ Չինաստանը կփոխարինի Միացյալ Նահանգներին։ Չինաստանը խելամտորեն ընդունում է միջազգային գործող համակարգը, բայց պատրաստ չէ իր վրա վերցնել Միացյալ Նահանգների գործառույթները աշխարհում։ Չինաստանի հարևանները Պեկինը չեն ընկալի համաշխարհային առաջնորդի դերում։ Բժեզինսկին առաջին հերթին նկատի ունի այն, որ Չինաստանի տնտեսությունը շուտով կարող է շրջանցել Միացյալ Նահանգներին, ինչից հետո անխուսափելիորեն կսկսվի նաև միջազգային գործող համակարգի փոփոխություն։ Դա կարող է դառնալ անկանխատեսելի զարգացումների պատճառ, կարող է փոխվել ոչ միայն աշխարհում Միացյալ Նահանգների դերը, այլև միջազգային հարթակում գործող հակակշիռների համակարգը։ Անկանխատեսելի ապագայից զգուշանալով էլ շատերը դեմ են Չինաստանի զարգացմանը, որի տնտեսության համար մեծ կարևորություն ունի իրանական նավթը։ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներից մեծ վնաս է կրում հենց Պեկինը, եւ բոլորովին պատահաբար չէ, որ Չինաստանը Ռուսաստանի հետ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում վետո կիրառեց սիրիական բանաձևի դեմ եւ թույլ չտվեց տապալել Ասադի իշխանությունը, քանի որ այդ դեպքում Իրանը կտրուկ կկորցնի ազդեցությունը արաբական ամբողջ արևելքի վրա ու կդառնա շատ ավելի խոցելի, գնալով զիջումների, որոնք նույնպես կարող են վնասել Չինաստանի տնտեսությանը։ Դավիթ Սարգսյան, Առնյուզ։ Չինաստանի տնտեսության համար շատ կարևոր է Իրանը, այսինքն իրանական նավթը, հա, շատ փորձագետներ նույնիսկ նշում են, որ դա պարզ է, որ առաջին արտահանողն է, Չինաստանը առաջին գնորդն է իրանական նավթի, եւ այս առումով բոլոր պատժամիջոցները, որ Իրանի նկատմամբ կիրառվում են, նաեւ Միացյալ Նահանգների կողմից, հա, առաջին հերթին հարվածում են նաեւ Չինաստանին, ճիշտ է։ Այսինքն այստեղ Իրանը կարող է ոչ այնքան իրանական է այս խնդիրը, որ խոսում են միջուկային, հա, եւ այլն, այլ Չինաստանի հետ է խնդիրը վերջը։ Ճիշտ նկատեցիք։ Իսկ մի փոքր ավել ընդլայնեմ ձեր հարցադրումը։ Մերձավոր արևելքում տեղի ունեցող իրադարձությունները։ Իդեպ ասեմ ձեզ, մինչ այսօր այսպես կոչված արաբական գարուն կոչված մերձավոր արևելյան իրադարձությունների պատճառները ընդհանրապես գտնվում են վարկածային մակարդակի վրա։ Բերենք փաստեր եւ օրինակներ։ Լիբիայում, որտեղ արտահանվում էր նավթ, Չինաստանը ուներ մոտ 28-ից 30 հազար բամբուր եւ այնտեղ արդեն հսկայական փախնում են Եգիպտոս։ Այո, այսինքն զոր արդեն սկսել էր տնտեսական էքսպանսիան բուն Լիբիայի ներսում, ինչը բնականաբար գերտերությանը Ես մեծաների դուրս չէր գալիս։ Սա այո, հաջորդը գալիս է Սուդանը։
Հիշում եք, Միրբաշիրին պետք է միջազգային դատարանը դատեր։ Դարֆուրի հետ կապված ցեղասպանությունը 2 միլիոն տարբեր թվեր են ասում եւ այլն։ Իսկ Դարֆուրի հատվածը Սուդանի Հիմա կիսեցին հարավը, որտեղ նավթ կա, դարձավ ուրիշ երկիր։ Այստեղ Չինաստանը նույնպես հսկայական կրեդիտներ էր կատարել։ Հիմա մնացին փաստորեն։ Այո, Ամերիկան այնտեղ սա եւ անցնենք հաջորդը Սիրիայի հետ կապված, որը բավականին Սիրիան շատ Իրանի համար։ Այո, միայն դա չէ։ Գիտեք, քարոզչական միջոցները բուն խնդրից համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել են, շեղում են եւ կշեղեն։ Չինաստանում ներողություն Սիրիայի եւ Լիբանանի միջերկրական ծովյան արևելյան ափերում բարձվում է հայտնագործվել է հսկայական քանակությամբ գազ։ Այո, նա հիշում եք Կիպրոսի հետ խնդիրեր առաջացել Թուրքիայի։ Այո, հիմա իսկ այստեղ տեսեք ինչ շղթա է աշխատում։ Սիրիայի այդ եթե ասենք մնար Սիրիան, Լիբանանը, որը ըստ էության իր գրեթե սատելիտներ, այսինքն այդ գազի պաշարները հիմնականում կվերահսկվեր Սիրիայի կողմից։ Հիմա Սիրիային նաև նկատեցիք, որ Սիրիայի առնչությամբ արաբական գրեթե բոլոր երկրները միակամ էին ընդդեմ Սիրիայի։ Ինչու՞։ Որովհետև հատկապես Կատարը, Պարսիստոցում չէ գտնվող, այդ փոքրիկ պետությունը ունի հսկայական գազի պաշարներ, որը նույնիսկ փորձադիտների տվյալներով կարող է մրցակից հանդիսանալ Ռուսաստանին։ Իսկ Կատարի գազի այդ ուղին ամենակարճ ճանապարհը անցնում էր Սիրիայով։ Իսկ Սիրիայի Հաֆեզ Ասադ Բաշար al-Ասադը նա բնականաբար լինելով եւ Իրանի դաշնակիցը եւ Ռուսաստանի, չէ, ինչ որ, այո, դա թույլ չէր տա։ Հիմա ինչ վերաբերում է Իրանին, Իրանը արտահանում է Իրանից արտահանվող նավթի 1/3-ը գնում է այո Չինաստանը, 1/3-ը։ Այսինքն Իրանի այդ միջուկային զենք ստեղծելու սրանք իրեք կարող է ինչ որ մի բաղադրիչ լինել, բայց ըստ էության դա գլխավոր խնդիրը չէ։ Ու գալիս ենք ձեր հարցադրմանը։ Այո, իսկ ամենը նոր բարձացող պոտենցիալ վտանգ իրենից ներկայացնող Չինաստանի դեմ է ողում։ Իդեպ ասեմ, Միացյալ Նահանգների մտահոգությունը ոչ թե այսօրվա Չինաստանն է, այլ վաղվա։ Այո, որտեվ կարող է նաև շրջանցել։ Ռեալ հնարավորություններ կա, առավել եւս, ինչպես մենք նախորդ մեր հանդիպման ժամանակ ասացինք, ամերիկյան փորձադիտների տվյալով մինչև 25-28, մինչև 30 թվականը Չինաստանը կարող է դերազանցել Միացյալ Նահանգներին։ Իսկ սա մի մեջբերում էլ անեմ, ուրեմն Եվրոպայի բարեփոխումների կենտրոնի Չինաստանի եւ Ռուսաստանի գծով ծրագրերի տնօրեն Բոլոլոն, այդպիսի մի փորձադիետ կա, ասում է, որ Միացյալ Նահանգները այսօրվա լինելով գերտերություն եւ այդպեսին կարող է մնալ առաջիկա մինիմում նվազագույնը 20 տարիների ընթացքում եւ այս դիրքերը ոչ մի երկիր այդ թվում Միացյալ Նահանգները լինելով չէ այնպես չի զիջի եւ այստեղ արդեն նոր զարգացումներ են սպասվում։ Բարի, շնորհակալություն ձեզ շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Թուրքիան միջազգային կազմակերպություններում իր դերը բարձրացնելու նպատակով խոշոր ծրագրեր է իրականացնում։ Մասնավորապես Անկարան ակտիվանում է ՄԱԿ-ի շրջանակներում։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից տեղափոխվում է Ստամբուլ։ Դրա հետևանքների մասին խոսել են հասարակական գործիչները։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից Ստամբուլ տեղափոխելու դեպքում Հայաստանը կկանգնի ՄԱԿ-ի հետ համագործակցության դժվարությունների առաջ։ Միավորում հանուն ՄԱԿ-ի կանոնադրության արշավի նախաձեռնողները եւս մեկ նամակ են հղել գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, մտահոգություն հայտնելով այդ որոշման կապակցությամբ։ Հայաստանի 16 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մտադիր են կասեցնել ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակը Ստամբուլ տեղափոխելու որոշումը։ Մեր բոլոր խնդիրները, մեր շփումները համաշխարհային հանրության հետ ՄԱԿ-ի շրջանակներում իրականացնելու ենք Ստամբուլի միջոցով։ Լարիսա Ալավերդյանի խոսքով Թուրքիա եւ Ադրբեջանը լրջորեն նախապատրաստվում են ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Գրասենյակի տեղափոխությունն ըստ նրա պատահական չէ։ Ալավերդյանը փաստեց, որ խնդիրը մտահոգում է ոչ միայն Հայաստանին։ Թուրքիայի հետ լարված հարաբերություններ ունեն այդ երկրի գրեթե բոլոր հարևանները։ Թուրքիան ունի ոչ բարեկամական հարաբերություններ, ոչ թե զուտ Հայաստանի հետ։ Հայաստան, Իսրայել,
Կիպրոս, Հունաստան։ Իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում Թուրքիան առաջին հորիզոնականներում է մարդու իրավունքների ոտնահարման դեպքերով։ Նշվում է այդ երկրում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների խտրականության եւ լրագրողների հանդեպ բռնությունների մասին։ Այդ ամենը գիտեն նաեւ ՄԱԿ-ում։ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պահանջում են հարգել ՄԱԿ-ի կանոնադրությունն ու պահպանել դրանում ամրագրված արժեքները։ Ալեքսանդր Սահակյան, Նարեկ Գալստյան, Armnews։ Այսօր աշխարհում տեղի են ունեցել բազմաթիվ այլ իրադարձություններ, որոնց առաջարկում ծանոթանալ տեսաշարով։ Արաբական լրատվամիջոցների տեղեկություններով սիրիացի ապստամբներն իրենց մզկիթում գտել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր, որը կարող էր ահաբեկիչ լինել։ Սակայն ապստամբների նկարած տեսանյութից պարզվում է, որ դա ոչ միայն անձնագիր չէ, այլև չի պատկանում Ռուսաստանի քաղաքացու։ Փաստաթուղթը Հայաստանի Հայբուսակ համալսարանի ստուգարքային գրքույկ է, որը պատկանում է սիրիացի ուսանող Ռախալ Օսամային։ Մոսկվայում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 50-ամյա ռուս դերասան Անդրեյ Պանինը։ Երկար ժամանակ նա չի պատասխանել հարազատների հեռախոսազանգերին։ Նրա անշնչացած մարմինը գանգուղեղի վնասվածքով հայտնաբերվել է իր բնակարանում։ Նախնական վարկածի համաձայն Պանինն ընկել է ու հարվածել գլխով։ Անդրեյ Պանինը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, խաղացել ներկայացումներում։ Հեռուստադիտողին նա հայտնի է Բրիգադա, Կամենսկայա, Մամա, Սրիկաները ֆիլմերից։ Սիրիայում ապստամբ գրոհայինները առևանգել են ՄԱԿ-ի 20 դիտորդների, դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում Գոլանի բարձունքներում։ Ապստամբները սպառնում են պատանդ պահել ՄԱԿ-ի դիտորդներին այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը զորքերը դուրս չի բերել Սիրիայի հարավից։ Մոտ 30 հոգի զինյալներ գերեվարել են դիտորդներին, երբ նրանք մոնիթորինգ էին իրականացնում իսրայելա-սիրիական սահմանին։ Նյու Յորքում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հայտարարություն է արել, որում դատապարտել է ապստամբ ընդդիմադիրների այս գործողությունը եւ պահանջել անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել դիտորդներին։ Հայաստանի աշխարհ նախագծի այսօրվա թողարկումն այսքանն էր։ Ցտեսություն։